առաջիկա ընտրությունների դրվածքը հենց էս է լինելու։ Պահվում է Հայաստանի անկախությունը, թե չի պահվում։ Հայաստանը ակնհայտ արագացված տեմպերով մտնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցության տակ, մերժում է ռուսական ազդեցությունը թշնամանքի մակարդակով։ Հայաստանի քաղաքական ուժերը եւ Հայաստանի քաղաքացիները այս ակնոցով է, որ պետք է դիտարկեն այսօրվա մեր վիճակը։ Նիկոլ Փաշինյանը լավագույն հնարավորություն ուներ։ Լավագույն 80%-անոց բան ուներ, քվե ուներ, երբ որ ընտրվեց։ Եվ այդ ժամանակ ինքը ինչ լուծման էլ գնար, ինչ դա կներ պատմական լուծում, Ղարաբաղը կշահեր, Հայաստանը կշահեր, կոնֆլիկտից դուրս կգար եւ կունենայինք հրաշալի հարաբերություններ եռանախագահության հետ եւ տարածաշրջանում կլինենք կրող տղա։ Armenia Today-ի խոսում ենք գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Իհարկե անդրադառնում ենք թե ներքին քաղաքական հարցերին, թե արտաքին քաղաքական հարցերին, ամբողջ տեսականություն չենք հասցնի անդրադառնալ, բայց որոշ կարևորագույն հարցերի միջով այսպես անցնենք։ Մեր քաղաքական խոսույթում, քաղաքական այս պայքարում մեր համերկրացու շահերից նայենք այդ ամենին։ Մեր համերկրացին փորձում է հասկանալ նախ որ ուժին իհարկե իր ընտրության իր քվեն վստահի, բայց այս խոսույթում իր համար կարևորագույն է այս ժամանակահատվածում տարբերակել սուտը ճշմարտությունից։ Շատ կարևոր հարց է մեր համերկրացու համար, նաև ընտրողի համար։ Ես վստահ եմ, որ դուք ձեր մեխանիզմը ունեք, բայց ինչ կարող եք այս պարագայում խորհուրդ տալ մեր համերկրացուն։ Ես ուրիշ կանոնով եմ չափել, ներող կլնեք այս ընտրությունները եւ այսօրվա վիճակը կարևորելով ձեր ասած անշուշտ, որտեվ բոլոր դեպքերում անկեղծ պիտի լինես, ճշմարտացի պիտի լինես, ու ազնիվ պիտի լինես ընտրողի հետ, բայց իմ ասած կանոնը, որով ես գնահատում եմ այսօրվա վիճակը, լրիվ ուրիշ է։ Ես վտանգներ եմ զգում, կարող եմ հիմնավորել, որ մենք արագընթաց կերպով կորցնում ենք մեր պետականությունը, մեր սուվերենությունը, մեր որոշում կայացնելու իրավունքը։ Եվ չես գալով այս տանգը, եւ քաղաքական ուժերը եւ հասարակության մեծ մասը գնում են հետեւյալ ճանապարհով, ում ընտրեն, ով է խելոք, ով է փողոտ, ով ինչ ազդեցություն կունենա, մինչդեռ լրիվ ուրիշ տեղի խնդիրը։ Սա հասարակ սովորական հերթական ընտրություններ չեն, դուք դարձ նկատում։ Ես հենց դա եմ ասում, բացարձակ սովորական ընտրություններ չեն, որովհետև եթե քաղաքական ուժերը խայծ ուտեն եւ նույնը քաղաքացիները, որ իրենց համակրած քաղաքական ուժին կամ քաղաքական անձին ուղարկեն խորհրդարան, այս դեպքում կկորցնեն այն հիմնական վտանգը, հիմնական խնդիրը, որի մասին ես խոսում եմ։ Այս դեպքում կորելու է այն մեծ վտանգը, դրա զգացողությունը։ Իսկ դա շատ ռեալ է։ Հայաստանը ակնհայտ արագացված տեմպերով մտնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցության տակ, մերժում է ռուսական ազդեցությունը թշնամանքի մակարդակով, եւ այդ գործընթացը այսպես է, կամ դու դիմերժես այդ, ու սա քաղաքական ուժերի բան չի, սիմպաթիայի խնդիր չի, կամ պետք է գնաս ընդառաջ դրան, կամ կույրես գնում ես ընդառաջ, կամ աչքերդ բացում ես, զգում ես ինչ է կատարվում եւ գնում ես հակառակ ուղղությամբ։ Հիմա Հայաստանի քաղաքական ուժերը եւ Հայաստանի քաղաքացիները այս ակնոցով է, որ պետք է դիտարկեն այսօրվա մեր վիճակը։ Եվ բոլոր քաղաքական ուժերը ինչի ենք մենք տարուկես, այսպես խնդրում ենք, համոզում ենք, հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին, եկեք միավորվենք, որովհետեւ միավորվելու արդյունքում թեկուզ ամբիցիաներ կարող են ստվերվել, երկրորդ պլան գնալ, բայց ընդհանուր խնդիրը կարող է լինել երկրի պետականության փրկությունը եւ ոչ ադրբեջանացումը։ Հիմա տեսակ որ իմ բարձրացած խնդիրը շատ ավելի կարևոր է, շատ ավելի բարձր է, քան ես ինչ լեզվով կխոսեմ, ինձ կհավանեն, չեն հավանի, եւ պետականության փրկությունը, պետականության պահպանությունը առաջիկա քաղաքական ուժերի
հիմնական խնդիրը պետք է լինի։ Ավելի կոշտացնեմ, ավելի սրեմ, հա, ավելի կոպիտ բառեր օգտագործեմ, թքած պարլամենտի վրա, եթե այդ պարլամենտը սպասարկելու է ադրբեջանական նարատիվներ։ Թքած այն իշխանության վրա եւ այն ընտրողի կամ այն քաղաքական ուժի վրա, որի նպատակը կամ որի արդյունքում Հայաստանը կորցնելու է իր անկախությունը, կորցնելու է իր սուվերենությունը։ Ես ամենևին չեմ գունավորում իրավիճակը, բացարձակ չեմ գունազարդում։ Դեպքեր իսկապես տանում են այդ ուղղությամբ եւ Հայաստանի քաղաքական ուժերը, բոլոր քաղաքական ուժերը պետք է սա անցալեն եւ օրակարգ ձևավորեն, Երանի իմ ասած ձևը ստացվի, հավանաբար չի էլ ստացվելու, բայց գոնե հնարավորինս պետք է անել, որ քաղաքական ուժերը այս առումով իրար չուտեն։ Այս խնդրի շուրջ լինեն համախոհ։ Որտեվ կարող է շատ հարցերում եւ դա շատ բնական է լինեն կոնֆրոնտացիաներ, հակադիր տեսակետներ, իրար անգամ վիրավորանք, հայերյանք, բայց երկրի պետականության պահպանման գործում ով էսպես չմտածես նա առնված դավաճանն է։ Էլի սրում եմ, էլի բաներ, արտահայտությունները մքացնում եմ, որպեսզի քաղաքացիները հասկանան այս վտանգը։ Եվ այս առաջիկա ընտրությունների դրվածքը հենց էս է լինելու։ Պահվում է Հայաստանի անկախությունը, թե չի պահվում։ Եվ եթե հանկարծ այս փուլում ձախողում է այս գաղափարը, հաջորդ անմիջական փուլը լինելու է հռչակագիրը բանից անելը, այն հռչակագիրը, որը դուք եք ընթերցում, այո, որը մեր երկրի ծննդականն է եւ մեր պետության ու պետականության այսպես հուշարձանն է, ծննդականն է։ Եթե այդ փաստաթուղթը հայ ժողովուրդը կամ այս օրվա իշխանությունները հանեն, դրանից նվաստացուցիչ բան չի կարող լինել, որովհետև սիմետրիայով նայեք, անկախության հռչակագիր եւ հանրակրվեն 1 տարի հետո մեր երկրի հպարտանալիք արժեքներն են։ Մեր երեխեքին դաստիարակելու, մեր դպրոցներ պահելու, ֆիլմեր, համերգներ, ցուցահանդեսներ, հազար ու մի բան անելու ես այդ առանցքի շուրջ, որովհետև քո ինքնությունը, քո տիպը, գենը, տեսակը պետք է կառուցվի քո ինքնունության վրա, քո արժանապատվության վրա։ Եվ եթե հանկարծ այս իշխանությունը կարողանում է, ասենք Ալիևի պահանջով իր ասամնադրությունից հանել այդ արժանապատվության փաստաթուղթը, նշանակում է դու արդյունքից նվաստացած ես, դու քերջացած ես, գլուխդ այսպես իջացրել են եւ քեզ հարվածում են։ Եվ դա պատահական չի իմ ասածը։ Եվ որպեսզի այդ խնդիրը լուծվի եւ հռչակագրի հանելն են իրենք սպառնալիք շանտաժով անելու, հայտարարելու են թե պատերազմ է լինելու։ Ժողովուրդ, եթե չգնաք հռչակագիրը հանելու, եթե այս իշխանությունները չընտրեք, ապա պատերազմ է լինելու, սա անբարո, սա լկտի, սա հայրենադավ գործընթաց է, որ քո ժողովրդին դու ստիպում ես վախացնում ես շանտաժով, որ եթե չանես պատերազմ է լինելու, եթե հռչակագիրը չանես պատերազմ է լինելու, եթե Սյունիքի ճանապարհը չտաս պատերազմ է լինելու, այսպես շարունակ։ Ուստի շատ երկար հնարավորություն չունեմ բացատրելու այդ վտանգի լրջությունը։ Պետք է այսպես մտածել։ Մենք կամ պահում ենք մեր երկրի անկախությունը 90-ականների եւ շարժման գաղափարախոսությունը եւ 600-700 տարվա հավաքված երազը, որ դարձել է անկախություն, կամ պահում ենք այդ արժեքը, կամ էլ համաձայնվում ենք այսպես վիլայեթի կարգավիճակով ադրբեջանական, թուրքական էներգետիկայով, հացով, կրթական համակարգով, սահմաններով, իրենց վերահսկողությամբ ունենալ մի հատ փոքր երկիր, որը կարող է պահպանել իր ագոյությունը։ Այսպես է խնդիրը։ Ես խնդրին այս կանոնով եմ չափում, այս մոտեցումով եմ գնում եւ այս 2 ամսվա ընթացքում շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին, որ հնարավորություն են տալու այս վտանգը ներկայացնել մեր ժողովրդին։ Պարոն Մանուկյան, այո, ներկայիս խոսույթում այս եթե սա համարենք ոչ պաշտոնական քարոզարշավ, որ գնում է, այդ պատերազմ կամ խաղաղություն, այդ խոսույթը, այդ թեզը հնչեցնում է գործող իշխանությունը, իդեմս նաեւ Նիկոլ Փաշինյանի։ Այս խոսույթից եթե մի կողմ նայենք գետնի վրա, իրականում պատերազմի սպառնալիք կա թե ոչ։ Իհարկե կա։ Միշտ կա, քանի որ չկա խաղաղության երաշխավորված պայմանագիր, ստորագրված ոչ մի բան չկա։ Մենք գտնվում ենք մի այնպիսի տարածաշրջանում եւ հատկապես հիմա, որը 5 պակաս կարող է նոր համաշխարհային պատերազմի սկիզբ բանանի, ծլի։ Իրանի կոնֆլիկտ դեռևս չի ավարտվել, Ռուսաստան-Ուկրաինայի կոնֆլիկտը դեռևս ակտիվ փուլի մեջ է եւ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ։
Եվ այն կիսատ երաշխիքները, որ թրիպի ճանապարհով կամ Եվրոմիության ակտիվ քաղաքականության մեր տարածաշրջանում, նրանք չեն տալիս այն երաշխիքները։ Եվ ասենք հանդիպումները Փաշինյան-Պուտին ակնհայտ ցույց է տալիս, որ այդ դաշտում էլ խիստ խնդիրներ են, անհանդուրժողականության եւ անհամաձայնության դաշտ է, նույնիսկ դիվանագիտական լեզվով դա սպառնալիքներ էր Հայաստանին։ Ներեցեք, որ այստեղ ընդհատում եմ, սա նաև լրատվադաշտի համար տարօրինակ էր, որովհետև այն հատվածը այդ թե անձնական զրույցի, թե արտգործնախարարների եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ այդ զրույցի, դե գիտենք, մոտ 10 րոպե, 10-15 րոպե ժամանակ է տրվում տեսախցիկների առջև այդ պրոտոկոլային խոսքը ասելու, որպես կանոն լսել ենք, թե Պուտին-Փաշինյան նույն այդ հանդիպումների ժամանակ, դե մեր ապրանքաշրջանառությունը զարգանում է, մեր հարաբերությունները զարգանում են, երկու կողմերն էլ նույն բանի մասին, բայց այս անգամ այլ բան հնչեց։ Նոր որակ էր, նոր որակ, նոր քանակ, նոր խոսույթ, իսկապես այդպես էր։ Ասեմ ինչու է այդպես, որովհետև Իրանի պատերազմը նախնական գնահատականով ասեմ, ամերիկացիները պարտվում են։ Նախնական եմ ասում, որովհետև կարող է բազմաթիվ սցենարներ աշխատել, բայց այն, որ Իրանը իրեն պահեց արժանապատիվ, թեկուզ ջարդվում է, բայց արժանապատիվ է պահում եւ հակահարված է տալիս իր սուվերենությանը, իր ներքին գործերին խառնվելու առումով, դա բերելու է հետեւյալ իրավիճակին մեզ հետ կապված։ Ես ինչ որ ասում եմ, ենթատեքստում մեզ են պատկերացնում, թրիպը ամենայն հավանականությամբ այլևս չի գործելու։ Այնպես ինչպես նախատեսված էր։ Դա նշանակում է, որ էլի հավանական սցենար, որ ամերիկյան ծրագրերը այստեղ հակառուսական բլոկ եւ հակաիրանական բլոկ ստեղծելու համար կարծես թե չեզոքացվում են, ամերիկացիները մի քիչ հետ են քաշվել եւ Հորմուզից են համարյա հետ քաշվում եւ ՆԱՏՕ-ից եւ հայտարարում են, որ Մերձավոր Արևելքում իրենք կարծես անելիք չունեն, թող ֆրանսիացի, կորեացի, ճապոնացի իրենք որոշեն իրենց նավթը ինչպես է գնալու։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի խաղաղության այսպես արևմտյան մոդելը իջիկ է դառնում եւ այստեղ պատահական չէր, որ նաեւ հենց այդ ֆոնի վրա ռուսական կողմի այսպես պրեսինգը մի քիչ ավելի շատացավ, հրապարակավ բաց սպառնալիքի, այո, բանի հասավ, որը որքան էլ տահաճ լինի, որ քո իշխանությանը ճնշում են, ես լավ չեմ զգում, որ մեր երկրի ներկայացնող ղեկավարին բան են նվաստացնում են, բայց դա նաև նախազգուշական բան է, որ եթե դուք այսպես չանեք, այդ վտանգները կա։ Ես ձեզ ասեմ, սրա անալոգը տեղի է ունեցել նույնակերպ 13 թվականին, երբ որ Հայաստանը փորձում էր Եվրոասոցիացիան պայմանագիրը ստորագրել եւ այսպես ասած արագ տեմպերով մտնել Եվրոպայելի մերժելով ռուսական բանը, առաջարկը Մաքսային միության այդ բային 3-4 օր տևեց ընդհանրապես այդ բանը եւ Տիգրան Սարգսյանը եկավ պարլամենտ, մենք այդ ժամանակ պատգամավոր ենք եւ հրաժարվեց Եվրոասոցիացիան պայմանագիր։ Այնտեղ էլ ուզում եմ անալոգ անցկացնեմ, շատ հետաքրքիր է, որովհետեւ նենց զուգահեռ հիշում եմ այդ բաները։ Այնտեղ էլ էլի հիշեցրել էին, որ Ռուսաստանում կա 2 միլիոն հայ, այսինքն այդ մարդիկ այնտեղ ապօրինի են, նրանք կարող են հետ վերադառնալ Հայաստանը եւ բեր դառնալ Հայաստանի համար։ Նյութերի գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան ուղարկելու բաներն էր, ռիսկայնություն, որ կարող են բացի լինել, գտնել կոնյակի, պոմիդորի, պանիրի մեջ եւ այդ բաները չգնալ։ Գազի գինը, հիշեցրել։ Գազի գինը տրանսպորտի հետ կապված, այսինքն նույն ճակերտով բարեկամաբար զգուշացումներն են, որ եթե դուք այսպես անեք, ապա մեծ հնարավորություն եք տալու այն հաջորդ քայլեր անելու։ Դա լարսը կփակվի, գազը, նույն լեքսիկոնն է, նույն իրավիճակը, եւ հիմա չգիտեմ Հայաստանը ինչպիսի դիրքորոշում պետք է անեն, բայց Նիկոլը վաստակել է այս իրավիճակը, հասկանում եք, չէր կարելի այսպես եվրոպացիներին սիրաշահելու համար թշնամանալ քո ռազմավարական գործընկերոջ հետ։ Չի կարելի եվրոպացիների սիրաշահելու համար ռուսական երկաթուղային կոնսերցիոն կառավարումը ասել պետք է տամ ղազախներին։ Չի կարելի ասել ատոմականը, որը աշխատում է ռուսական ուրանով, ռուսական տեխնոլոգիայով, ռուսական վերանորոգմամբ, որտեղ ռուսական ամենալավն է դաշտում է էներգետիկայի բանով պրոֆեսիոնալ աչքով այդ մասը ասեմ, ամենալավն է, աշխարհում ամենաշատ 32-ում ռուսական տեխնոլոգիաներն են աշխատում։ Ուզես, չուզես, այդպես է։
որտեղ որակը ապահովում։ Կամ դու հիմա ուզես չուզես ռուսական գազով, չենք մենք։ Ադրբեջանը մեզ եթե գազ տալու է, ձեզ ասեմ, ռուսական գազն է տալու։ Թուրքիան եթե մեզ ատոմական է կառուցում 3 հատ ռուսական, նորից ռուսական տեխնոլոգիա, եթե մեզ հոսանք տա, ըստ Նիկոլի ծրագրով մենք ատոմականը փակում ենք, թուրքեր մեզ հոսանք են տալու։ Ռուսական էներգիան են տալու մեզ։ Եվրոպան ինչքան էլ այսօր որոշ երկրներ մեյմունություն անեն, իբր Ադրբեջանից բանով Հունգարիայով, Սևծովով, Սլովակիա բանով գազ են նավթ են ստանում, ռուսական գազն ու նավթն են ստանում։ Այսինքն իրենք չգիտեն դա։ Իբր թե ռուսական չի, բայց ռուսական է։ Սա քաղաքական առումով մեյմունություն է, էզևի քայլեր անել։ Այսինքն մենք մտնում ենք Ադրբեջանի տակ, մենք մտնում ենք թուրքական էներգետիկ համակարգ, բայց դա ամենը ռուսականն է։ Բայց մենք ցույց ենք տալիս, որ մենք ռուսների հերը անիծում ենք այստեղ, դիվերսիֆիկացնում ենք, այս ենք անում։ Սա ազնիվ չի։ Ազնիվ չի մեր գործընկերոջ նկատմամբ, ամենևին ես չեմ մերժում ռուսները Ղարաբաղյան շարժման եւ այս բանի ժամանակ իրանց իդեալական չպայեցին։ Մեղքեր ունեն, մեղքեր կա եւ դրանց մասին կարելի ասել, բայց երկրի ամբողջ անվտանգության եւ տնտեսական զարգացման ամբողջ հեռանկարը ռիսկի դնել, ինչ որ մեկի կամահարանքը սպասարկելու բարելավելու համար, սա խիստ վտանգավոր է։ Եվ մենք կարող է հանկարծ հայտնվենք այդպիսի աննորմալ վիճակում, քանի որ մենք փորձել ենք ուրիշների խնդիրը լուծել մեր տարածաշրջանում, կոնֆլիկտի բուն դառնալ, կոնֆլիկտի աղբյուր դառնալ։ Սա է մեր քաղաքական հանցագործությունը։ Կարող եմ կրկնել, դա քաղաքական հանցագործություն է, երբ դու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի պատվերը կատարում ես, քո տարածքում ուրիշ աշխարհաքաղաքական կենտրոնի դեմ աշխատելու համար։ Սա քաղաքական տգիտություն է կամ հանցագործություն է, որին Հայաստանի իշխանությունները գնացին։ Դրան չգնացին վրացիները։ Մենք որ վրացիներին միշտ քննադատում ենք հաճախ կամ որ իրենք սխալներ թույլ տվեցին, այս փուլում, այդ լուրջ հակամարտությունների փուլում իրանք մի քայլ հետ քաշվեցին։ 2006-7-ից հետո արդեն 2012-13-ին, այո, Իվանիշվիլու ժամանակ եւ հատկապես վերջին երբ որ ՆԱՏՕ չընդունեցին, երբ որ Եվրոմիությունը մերժեց Ուկրաինայի դեպքերի ժամանակ, վրացիները, ես եղել եմ Վրաստանում այս վերջի պարլամենտական ընտրություններին, որպես միջազգային դիտորդ, վրացի ժողովուրդը հասկացավ, որ իրեն ուզում են գործիք օգտագործել, եւ ասեց՝ եղբայր, ինձնից շատ Եվրոպա եկող չկա։ Նրանք մեզնից առաջ են, Եվրոպամետ են։ Կարող է, չգիտեմ, ձևական, ցուցադրական ամենտեղ Եվրոմիության դրոշներն, բայց վրաց ժողովուրդը իսկապես երազում էր մտնել ավելի շատ են իրանք ռուսներից։ Բայց նկատի ունեք, բայց ոչ այն գնով, որ առաջարկում։ Բայց ոչ այն գնով, որ իրենց օգտագործեն գործիք տարածաշրջանում ռուսներին կշելու համար։ Իվանիշվիլին ասեց՝ ես ձեզ այդքան նվիրված եմ։ Ամեն ինչ վրաց ժողովուրդը արել է սա ընթացքում Եվրոպա գնալու համար մղվում են, իրենք մղվում են Եվրոպա։ Եվրոպացիք այս մեզ մղվելը, այս նվիրվածությունը օգտագործեցին Ռուսաստանի դեմ խնդիրներ լուծելու համար։ Վրացիները հասկացան, ասին՝ լավ ախպեր ջան, մենք ձեզ հասկացանք, մենք չենք ուզում լինել ձեր գործիքը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց լինել այդ գործիքը։ Համաձայնեց եւ հիմա այդ բոլոր իր արած քայլերի արդյունքում ես գալիս եմ իմ առաջվա սկզբի խոսքին։ Մենք կորցնում ենք մեր պետականություն, մեր էներգետիկան, մեր լոգիստիկան, մեր տնտեսական կապերը, մեր ռազմավարական կապերը, մեր ավտանգային կապերը, լիքը հարցեր կորցնում ենք։ Սա Մոսկվայի, այսպես ոնց անցալենք, վերջին նախազգուշացումն էր, որովհետև հրապարակային այսպիսի խոսք, նույնիսկ Ռուսաստանի Դաշնությանի պես թեթև ժպիտի ներքո, հետագայում նաև Ռուսաստանի փոխվարչապետը ավելի խիստ խոսեց, այսինքն բացեց փակագծերը այն ինչ որ Ռուսաստանը ասում է ուղիղ։ Սա վերջին նախազգուշացումն է, թե ինչ է, այսպես ես գնահատեմ, որովհետև դիվանագիտության մեջ մի քիչ միշտ տեղ դիթողն ես, էլի, ոչ թե վերջին, այլ լրիվ նոր իրավիճակ է։ Նոր քաղաքական հարաբերություններ, նոր տնտեսական հարաբերությունների սպառնալիք ասեմ, առաջարկ ասեմ, սցենար, որը ցուցադրվում է Հայաստանին, կարող է վերջինը չլինել, կարող է հետևեն գործողություններ, կարող է դեռևս համագործակցության ինչ-որ եզեր գտնեն այս իշխանությունները խելքները հասնի, բայց չեմ կարծում, որովհետև արկածախնդրությունը այսպես Նիկոլի ուղեղի մեջ ամբողջ պարունակությունն է, այնտեղ այնքան քյալլագյոզություն արկած կա, այնտեղ է պատտվում, որովհետև միշտ ինչքան սպասում ես, թե սրանից հետո միգուցե խելքի գա,
Չեն գալիս։ Եվ արկածը արկածի հետևից է գնում։ Չգիտեմ, կուզեմ որ այդպես չլինի, որովհետև հիմա թվերով եկեք մի հատ նայենք, 12 միլիարդ դոլար առևտրաարդյունաբերական շրջանառությունը ռուսների հետ մինչև 25 թիվներ, հիմա իջել է 6-ի։ Այս կրկնակի իջել է։ Եվ եթե մենք շարունակենք այսպիսի քաղաքականությունը, նույն տեմպերով շարունակվի, Հայաստանին ուղղակի սպասում է կատաստրոֆա, տնտեսական, էներգետիկ կատաստրոֆա։ Եվ մի բան էլ ասեմ, էլի, եթե անգամ ամենասյուրռեալիստական բանն եմ ասում, մեզ համար ճիշտ է թուրքական, արևմտյան եւ միայն արևմտյան ադրբեջանական կողմը բռնելը, մենք ասենք թե լրիվ ասենքով եմ ասում։ Մենք այնտեղ լավ ենք զգալու, մեզ ապահովված է լինելու, մեր անվտանգությունը երաշխավորված է լինելու։ Այդ անցումը էներգետիկ, տնտեսական, լոգիստիկ անցումը, ասենք թե ռուսական այս ազդեցությունից, թուրքական ազդեցություն, մի քիչ բանով եմ ասում, էլի սուրացված, կարող է տևել 5-6 տարի։ Որտեվ դա հեշտ գործընթաց չէ։ Էներգետիկան մի սխեմայից բերել ուրիշ սխեմայի, լոգիստիկան, չգիտեմ, տրանսպորտը, սնունդը, կապերը, բանի, բիզնեսի, տնտեսական, գյուղատնտեսական, հազար ու մի բան։ Այսինքն այդ 5-6 տարվա ընթացքում մենք դեռ այս մեկից անջատվել ենք, բայց դեռ այնտեղ չենք մտել, այդ process տևելու է 4-5 տարի։ Եվ ամերիկացի, ես հիմա եմ այսպես անընդհատ մեղում է ուղեղիս, ասում են դուք 3-4 ձմեռ պետք է դժվարությամբ ապրեք, մինչև այդ անցումը տարվի։ Մեզ պարզ ասում են, որ 3-4 ձմեռ դու սառելու ես, եթե գնում ես այս ճանապարհով կգնաս։ Մեր մոտ կան հերոս տղեկ, այո, արժե Հայաստանը արժե, որ իր անվտանգության համակարգը փոխի, մենք պետք է գնանք դեպի արևմուտք, արևմուտքը մեզ սպասում է, իհարկե երբեք չի սպասում, ու այդ 4-5 տարին մենք քանդվելու ենք բոլոր մակարդակներում։ Մենք դառնալու ենք, այս դեպքում իսկապես կդառնանք վիլայեթ, որին թուրքերը կկերակրեն։ Հրանք չի, որ թուրքերի համար 90 միլիոնանոց ազգի համար 2 միլիոնին հաց բան ընտրություն էլ կթողնեն, ճանապարհներ էլ կտան դեպի Եվրոպա, ծովափում կարող ես հանգստանալ իրենց, բայց կկորցնես այն ամենակարևորը, որը կոչվում է ինքնուրույնություն, սուվերենություն, անկախություն։ Սա է, տխուր է, ինչ որ ես ներկայացնում եմ, միգուցե վատագույն սցենարն է, որ ես ներկայացնում եմ, բայց հնարավոր սցենարներից մեկն է։ Եվ դա մեր խելառության, մեր ոչ հեռատես քաղաքականության արդյունքում է, այդ արդյունքում կորցրել ենք Ղարաբաղը, հիմա էլ կկորցնենք Հայաստանը։ Եվ հիմա երևի մի քիչ էլ կարողացա հիմնավորեմ, թե առաջիկա ընտրությունները ինչ է լինելու։ Այսքանից հետո համաձայն եք իմ հետ, որ պարլամենտ մտնելը ստից խնդիր է։ Խնդիր չի պարլամենտ մտնելը։ Իդեպ դրա մասին նաև իհարկե գործող իշխանությունն է խոսում, ասում է, եթե դե այդ նույն թեզը կամ մենք կլինենք, կունենանք ազգային ժողովում ոչ թե պարզապես մեծամասնություն, այլ սահմանադրական մեծամասնություն, իհարկե հասկացվում է այստեղ, որ սահմանադրական մեծամասնությամբ նաև սահմանադրության, այսինքն մայր օրենքի որոշ փոփոխությունը կարող է կատարվել կամ առանձին կետերի, չեմ կարող ես իրավաբան չեմ, որ դա նշեմ, բայց դարձյալ վերադառնալով այդ Պուտին-Փաշինյան հանդիպմանը այնտեղ նաև ուղիղ խոսքով ասվեց իդեմս Ռուսաստանի նախագահի, որ ձեզ մոտ ընտրություններին մասնակից են նաև այնպիսի քաղաքական ուժեր, որոնք որ բարեհաճ են Ռուսաստանի նկատմամբ։ Դե առանձին խոսվեց, որ այնտեղ անազատության մեջ է ձեզ մոտ, ձեր գործն է, բայց անազատության մեջ է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձ, որը նաև քաղաքական փաստորեն հավակնություններ ունի։ Սա մենք կարող ենք ընկալել ուղիղ ներգործություն Հայաստանի ընտրություններին, այսպիսի խոսույթը։ Չեմ կարող ասել, զգուշավորություն կար իհարկե, որտեղ անդադ կրկնում են դա ձեր գործն է։ Դիվանագիտական խոսքում, եթե այդպիսի բան հնչում է։ Ինքը, այսպես ասեմ, հա, կարող է շատերը չհամաձայնվեն իմ հետ։ Ասում են, ուղիղ չեն ասում։ Եթե ամերիկացիները ձեր քարոզի ընթացքում փող են տալիս, եվրոպացիները 15 միլիոն դոլար են տալիս իմ դեմ հիբրիդային պատերազմի վտանգները չզոքացնելու համար, նույն ձևին ես կարող եմ մտնել ձեր քաղաքական դաշտ։ Այսինքն մոտավորապես այսպես է, դու եթե նրանց ուղարկում ես, դեմ չես, որ իմ դեմ ստե քաղաքական պայքար տանեն, ես էլ կմտնեմ այդ քաղաքական դաշտ։ Ես որպես Հայաստանի քաղաքացի, ես երկուսին էլ կմերժեի։
Որովհետև ինչ գործ ունեն եվրոպացիները, ինչ գործ ունեն Եվրոմիության այդ արագ արձագանքող հիբրիդային պատերազմանողները, եւ ինչ գործ ունեն ռուսական քաղաքական ուժերը, իշխանական ուժերը Հայաստանի ընտրությունների հետ։ Սա ինչից է գալիս, ախր այդ անարժանապատիվ, այդպես ամենաթողության արդյունքով, այդպես զիջողության արդյունքով այդ քաղաքական ուժերը, այդ ազդեցիկ ուժերը ոչ միայն եկել են, այլև հայտարարում են իրենց գոյության մասին։ Հենց սա է կոչվում սուվերենության կորուստ։ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է պայթեր սրանից։ Դուք ով եք։ Ով ուզում եք լինել, որ գալիս եք Հայաստանի քաղաքական դաշտում թելադրել, այն որ ազդեցություններ ունենում են, դա բնական է։ Ամեն աշխարհակաղակական կենտրոն կուզի իր ազդեցությունը ունենալ։ Դրա համար փող է ծախսում։ Բայց այն որ լկտի կարող են հայտարարել, որևէ կողմին պետք է ասես ռադներդ քաշեք։ Այս երկիրը անկախացել է իր ժողովրդի ամենաբարձր լեգիտիմությամբ։ Ով է Ալիևը, ով է Էրդողանը, որ աջակցեն Նիկոլ Փաշինյանին։ Ով ուզում է լինել, այստեղ Նիկոլը չլինի։ Պողոսը լինի կամ չգիտեմ, ով ուզում է։ Ձեր ինչ գործն է, որ դուք բաց հայտարարում եք ձեր աջակցությունը օրվա իշխանություններին։ Բայց ժողովուրդը այդ իրավունքը մոնոպոլիան ժողովրդինն է։ Բարի եղեք, գոնե այնքան ձեզ դեմոկրատ ցույց տվեք, որ մի հայտարարեք այդպիսի բան։ Դուք իրավունք չունեք Հայաստանի ներսում ձեր սիմպաթիաներն ու հակակրանքները արտահայտել։ Կրկնում եմ, բոլորին է դա վերաբերում, բոլորին։ Որտեվ դա քո խնդիրն է, իրանց խնդիրը չի։ Դու ես թույլ տվել, որ այդպես մտնեն քո տուն ու քո տանը փորձեն թելադրել։ Մի օրինակ ասոցիատիվ այսպես հիշողության։ Առաջին պատերազմի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտության, փայլուն դիվանագիտության արդյունքում գիտեք ինչ հաջողության մենք հասանք։ Չեք պատկերացնի, չեք էլ կարող հաշվել։ Ընդհանրապես Թուրքիայի չեզոքությունն ենք մենք ձեռք բերել։ Դա Ռուսաստանի շնորհիվ է։ Չէ, դա մեր քաղաքականության շնորհիվ էր, որ կարողացան եւ արաբական աշխարհը, արաբական լիգայի որևէ երկիր 23 երկիր կա է մուսուլմանական, որոնք թվում է թե պետք է Ադրբեջանին աջակցեն, երբ որ մենք Արցախյան պատերազմի փուլն էր։ Մեր դիվանագիտության արդյունքում ոչ մի արաբական երկիր մի թեթու բառ չի ասել Հայաստանին։ Թուրքիան, որ ինքը միշտ աղա չի Ադրբեջանի մեծ եղբայրը, ամբողջ այդ պատերազմի ընթացքում մի բառ չի ասել մեզ։ Ավելին ասեմ, բայց սահմանները փակել է։ Սահմանները փակել են, բայց երբ որ պետք եղել սահմանները բացել են։ Մենք ամերիկյան եւ եվրոպական օգնությունը ծորենի, հացի 100,000 տոննա ստացել ենք Թուրքիայի սահմանով, թուրքական երկաթուղով։ Եվ ավելին ասեմ, ախր բաներ կան, որ պատերազմա գնում, պատկերացնում եք, մենք տարածքներ ենք ազատագրում, բայց մեր հացի պաշարները սպառվում են, ամերիկացիները, այս է իսկական օգնությունը։ Ոչ թե ներքին գործեր միջամտել, այլ հաց ուղարկել, որ ժողովուրդը կռվում է, բայց հաց հաստանում եւ եվրոպական։ Ուրեմն, քանի որ Ստամբուլի մոտից այն կողմից պիտի հացը գա Հայաստան դեպի բանի Բաթումի կողմով կամ բանի կողմով մտնի, Ղարսի կողմով, որպեսի այդ ճանապարհը այդ հազարավոր կիլոմետր հացը կարող է ուշանա, թուրքերը իրենց այս հացը ստանում էին բանում Ստամբուլի կողմերը, բայց այս կողմից իրանց պահեստներից լցնում էին վագոնները, մեքենաները, տալիս էին մեզ հաց, այսինքն, բայց պատերազմա գնում է, այսինքն սա է դիվանագիտությունը, եւ այդ դիվանագիտության արդյունքում մենք կարողացել ենք չեզոք պահել մեր բոլոր շուրջը գտնվող երկրներին, հիմա այդպես է, հիմա լրիվ հակառակն է, Հայաստանը ամբողջապես թելադրվում է կողքի երկրների կողմից, գոնե այսօր Ադրբեջանը Վրաստանը նկատվում է։ Սրանից է իմ ասած այդ մտահոգություն վտանգ է սա, որ դու քո իրավունքները, քո վրա ազդելու իրավունքները տալիս ես ուրիշին։ Պարոն Մանուկյան, հիշատակեցիք Արցախյան շարժումը, իհարկե Արցախյան առաջին ազատամարտը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, այդ թվում նաև կրկնեց դա Մոսկվայում, որ Արցախյան շարժումը ինքը ճիշտ է գտել, որ արդեն ավարտվի, փակվի այդ թեման, որովհետև մենք գնում ենք խաղաղության գործընթացով Ադրբեջանի հետ։ Դե չհիշեցնեմ մեր ու կդրին եւ ակնդրին, թե ովքեր են եղել Ղարաբաղյան շարժման այդ ակունքներում, որը ծնվեց Արցախում
Իհարկե բնական է, հետո տեղափոխվեց Երևան եւ այդպես այդ ուժը, այդ շարժումը այսպես միս ու արյուն ստացավ եւ ի վերջո ազատագրվեց Արցախը այդ տարիներին։ Հիմա այդ թեման, այդ հարցը փակում է ներկայիս իշխանությունը, բայց Մոսկվայում իրեն հիշեցնում են դրա մասին։ Սա էլ իր տարօրինակ, ճիշտ ասած, լսել Ռուսաստանի Դաշնության նախագահից, որ մենք այդպես հանկարծակի իմացանք 22 թվականին, որ դուք Պրահայում Արցախը, Ղարաբաղը ճանաչում եք Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը իհարկե պատասխանեց, որ ձեզ դրանից առաջ երկու անգամ ամենաբարձր մակարդակով Ռուսաստանից ենք լսել հայտարարություններ։ Դե ակնարկվում էր, որ հենց Պուտինից կամ իր անմիջական շրջապատից։ Հիմա մենք ինչպես հասկանանք Արցախյան շարժումը։ Իդեպ այստեղ էլ մի ենթահարց, վստահ եմ, որ դուք այդ ամենին շատ հետաքրքիր կպատասխանեք։ Փաշինյանը ասում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ինքը չի առաջինը, որ ճանաչել։ Ճանաչվել է ու այդպես տարիները, որ հետ է գնում, նշում է 1996 թվականը։ Այդ տարի նախագահում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ձեր արձագանք։ Սուրտ է։ Չի եղել այդպիսի բան։ Իսկ ընդհանուր առումով ես ձեզ ասեմ, աշխարհի բոլոր երկրներն են ճանաչում այդ պահին մակում արձանագրված բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Դա ճշմարիտ է։ Եվ Իրանը, եւ Ռուսաստանը բոլորը այդ ժամանակ եւ միշտ Ղարաբաղը ընդունել են Ադրբեջանի կազմում։ Իհարկե այդպես է, բայց մեր իշխանությունից ոչ մեկը այդպիսի բան չի հայտարարել։ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Բայց Ռուսաստանը չէր ասում, որ Արցախի հարցը, այդ թվում նաև 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով եւ այդ ժամանակ արված մեկնաբանություններով, որ Արցախի հարցը թողենք իհարկե հետագա տարիներին լուծելու։ Եվ երանախագահության առաջարկը հենց այդպիսին էր, այն նաև հիմնված էր ազգային ինքնորոշման իրավունքի վրա, որից սարսափում է մրսում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև մեր ամբողջ շարժումը, ամբողջ սկզբից մինչև վերջ եղել է ազգային ինքնորոշման միջազգային նորմի վրա, ոչ թե տարածքային պահանջի վրա, եւ Ռոբերտ Քոչյանից սկսած այդ արժեքը երկրորդ գիծ մտավ, որ ինքնորոշումը չդարձավ արդեն դոմինանտ խնդիր եւ հենց իր պրեզիդենտ նշանակվելով նաեւ ոչնչացավ այդ խնդիրը, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է մի հոգի ներկայացնեն, դա մեթոդապես կոպիտ սխալ էր, բայց այդ սխալը գնաց։ Մի խոսքով երանախագահությունը մեզ առաջարկում էր հրաշալի տարբերակ ինքնորոշման իրավունքի վրա, իսկ հետագա ճանաչման խնդիրը մնում էր հետագային, երբ որ կստորագրվեր, այդ խնդիրը կլուծվեր, Լաչինը կտայր, Քալբաջարը կտայր եւ կարգավիճակի հարցը կլուծվեր։ Այստեղ այնքան էլ կարևոր չի, իհարկե շատ կարևոր էլեմենտները, ես անգամ էլեմենտները շատ մանրամասնում չեմ էլ տիրապետում, բայց խնդիրը հետեւյալն է, 3 գերտերություն էին քեզ առաջարկում։ Գարանտը կազմում էին ես 3 երկրի պրեզիդենտներ աշխարհի 3 հզորները ստորագրում էին Ղարաբաղի կարգավիճակի հարցը այդ ձեր ասած ձևով եւ մենք Նիկոլ Փաշինյանը հաջորդ պետական դավաճանությունը ես համարում եմ դա որ ինքը մերժել այդ պլանը ընդ որում մերժել 2 տարի չէր հրապարակում այն նամակը որ երանախագահությունն իրան ուղարկել է դա հրապարակեց եւ հիմա էլ մենք ստիպում ենք իրան հրապարակել մեր պատասխանը ախր այդ որ 3 գայլ պետությունները քեզ առաջարկ են արել դու ինչ ես պատասխանել Նիկոլ Փաշինյանը նշում է որ բոլոր փաստաթղթերը արդեն հրապարակվել են եւ բոլորը կարող են չէ այդ փաստաթղթերը չի մեր պատասխանը երանախագահությանը գաղտնիք է եղել է բայց պատասխան իհարկե եղել է բայց եթե քեզ առաջարկել եթե չի եղել այդ առավել եւս այսինքն քեզ 3 երկրների նախագահությամբ փաստաթուղթ է գալիս որ սա հարգելի պարոն Փաշինյան սա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կոնֆլիկտի լուծման մեր տարբերակն է խնդրում ենք քննարկել եւ ձեր կարծիքը ասել ու դու չես պատասխանում դա էլ է պատասխան բայց ավելի վատ պատասխան եթե չի պատասխանել մինչ այդ պարոն Մանուկյան կհիշեք որ դեռևս 2018-ի սկզբնամասում այդ ժամանակ դեռևս նախագահ Սերժ Սարգսյանը ասաց, որ թե ինչ իրավիճակում է բանակցային գործընթաց։ Դա փաստորեն ժառանգեց Նիկոլ Փաշինյանը, եւ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ փակուղային վիճակ էր եւ այլն, եւ ես սկսում եմ զրոյական կետից։ Դե հիմա այդ ամբողջ էքսկուրսի մեջ իհարկե չմտնենք, բայց Սերժ Սարգսյանն էլ ինչ որ խնդիրներ էր տեսնում այդտեղ։
Բոլորն էլ տեսել են, բայց բոլոր նրանք, ովքեր խուսափել են այդ խնդրից, վատ են վարվել սեփական երկրի հետ։ Պետք էր գնալ լուծման։ Այդ խնդրի լուծման չգնաց Ռոբերտ Քոչյանը, չգնաց Սերժ Սարգսյանը, չգնաց Նիկոլ Փաշինյանը։ Տեր-Պետրոսյանի խնդիրը ո՞րն էր, խնդրում էր։ Ասում էր եկեք լուծենք, քանի դեռ բարենպաստ վիճակում ենք։ Ինչ է Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի կգա ավելի բարվոք վիճակ, մենք նոր ժամանակ փոխզիջում կանենք։ Տեր-Պետրոսյանի ասած տարբերությունը տվյալն էր, փոխզիջման կգնաս, երբ որ դու ես իրավիճակի տերը։ Երբ որ դու չլինես իրավիճակի դերը, դու արդեն կապիտուլացվածի դիրքերից ես խոսում։ Երեքն էլ խուսափել են այդ խնդրից։ Երեքն էլ ունեն իրենց մասնաբաժինը այս խնդիրը այս ձևով ավարտելու համար։ Նիկոլ Փաշինյանը լավագույն հնարավորություն ուներ։ Լավագույն 80%-անոց բան ուներ, քվե ուներ, երբ որ ընտրվեց։ Եվ այդ ժամանակ ինքը ինչ լուծման էլ գնար, ինչ դա կներ պատմական լուծում, Ղարաբաղը կշահեր, Հայաստանը կշահեր, կոնֆլիկտից դուրս կգար եւ կունենայինք հրաշալի հարաբերություններ եռանախագահության հետ եւ տարածաշրջանում կլինենք կրող տղա, հաղթած տղա։ Նույնիսկ եթե տարածքներ զիջեինք։ Տարածքների մասին չէր, մեր գրաված լրացիչ տարածքների մի մասը հանձնելու մասին էր։ Անվտանգային գոտու մասին էր, որի դեպքում Հայաստանը կապեր ունեն Ղարաբաղի հետ, Լաչինը մնում էր, Քյալբաջարը մնում էր, հայկական ազնագրեր աշխատում էին, հայկական դրամը աշխատում էր, հայկական բանակը լինում էր այնտեղ, դա ամբողջապես հայկական տարածքեր դառնում եւ դու պահում էիր 3000-ամյա Ղարաբաղը հայկական, Հայաստանին կպած։ Էլ ինչ էր պետք երազել։ Լուծվել էր այդ խնդիրը։ Եվ հիմա պատմական առումով Նիկոլ Փաշինյանի հանցագործությունից մեղը եւ ամենածանր բանը Ղարաբաղը դատարկելն էր, Ղարաբաղը հանձնելն էր։ Եվ ինքը դա ծրագիր է իրականացրել որպես։ Ինքը շատ լավ գիտեր, ինքը խոստովանվել է, որ գիտակցաբար են գնացել դրան, որ այդ զողությունները եղել են գիտակցաբար։ Պարոն Մանուկյան, եթե այդպես եք նշում, օգտվելով առիթից այս հարցը պետք է տամ։ Նիկոլ Փաշինյանը եղել է ձեր կողքին, ձեր գործընկերը։ Որոշակի ժամանակահատվածում, դե հիմա չեմ կարա նշեմ, թե դուք ավելի ճիշտ կասեք, թե որքան եք իր հետ գործընկեր եղել։ Բայց 2008-ը բոլորը հիշում են։ Նիկոլ Փաշինյանը հարթակին կանգնում էր անմիջապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ձեր կողքին։ Նաև ազգային ժողովում էր եւ այլն։ Այդ ժամանակ այդ միտումները դուք կիսում եք ընդհանուր Արցախի խնդրի վերաբերյալ այդ մոտեցումները նույնական էին այդ ժամանակ, թե ոչ։ Իհարկե, հարյուրավոր հոդվածներ կան Նիկոլ Փաշինյանի ձեռամբ իր հերթում հարյուրավոր։ Օրինքը հպարտանում է Լևոն Տեր-Պետրոսյանով, Հարավային Կովկասի ամենահզոր քաղաքական գործչով, պատմական հարցեր լուծած ղեկավարով հիմնադրամի հարյուրավոր փաստաթղթեր կան։ Մենք այդպես ենք մտել խորհրդարանի իրար հետ, նույն խմբակցությամբ ենք եղել։ Եվ թեպետ մի քանի ամիս հետո ինքը թռավ, կներեք այս բառի համար, ինքը թռավ ուղղակի, արդեն զգացենք, որ ուրիշ տեղ է գնում, ուրիշ հովերով է գնում։ Շատեր այսօր ինձ փողոցում քանի օքի կանգնացրին, ասում են, ձեր մեղքն է, որ Նիկոլը ձեր կողքին էր, դուք չէիք ճանաչում։ Չէ, եղբայր, չէինք ճանաչում։ Միշտ շատ վուլգար օրինակ են բերում։ Շատ մարդիկ են ամուսնանում, հետո փոշմանում են, որովհետև տեսնում են, որ այն մարդու հետ չեն ամուսնացել կամ այդ մարդու ուրիշ բաներ են, ուրիշ ճնշող բաներ աշխատել, աչքը դուրս է եղել եւ այլն։ Նիկոլն էլ մեր այդ ձախորդ ամուսնություններից մեկն է, մենակ ինքը չի։ Այդպես ենքան ենք ունեցել 88-ի շարժումից սկսած, ինչքան կա ՀՀՇ-ն, ինչքան կա կոնգրեսը, զուգահեռաբար դավաճանների թիմ եկել, առնետները միշտ կողքից եկել են, լիքը։ Նույնիսկ կարող է փաղած առնետների քանակը ավելի շատ լինի այս 30-35 տարվա մեջ, քան մնացածների թիվը, բայց փառք ասում մնացել ենք, կորիզը մնացել է, ծիլեր տալիս ենք կողքերից, ինքը մեր փախստականներից է, այդպես ասեմ, հա, առնետներից, որը փախել է, թռել է մեզնից եւ ինքը իրանա դավաճանել։ Վերցրեք իր այդ ժամանակվա հոդվածները, հիմիկվա հոդվածները, ինչպես էր գովերքում գցնում Տեր-Պետրոսյանին, մեզ բոլորիս, հիմա ինչ վիճակում է։ Ինչպես է Ռուսաստանը, ձեր հասցեին քննադատությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին քննադատությունը, ամենազզվելին, ամենագրեհիկ, ամենաանդաստիարակը։ Բայց գուցե դա Նիկոլ Փաշինյանը անցալում է, որ ինքը պատասխանում է, որտեվ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իրեն սկզբանե արդեն վարչապետության օրը քննադատում։ Չէ, իսեր ասում։ Իր փախուստը եղել է 12 թվականի սեպտեմբերին,
երբ 12 թվականի սեպտեմբեր մենք միասին էինք նույն խմբակցությամբ, մենք միասին էինք միտինգները վարում, ամեն ինչ նորմալ էր, իր համար Տեր-Պետրոսյանը բանն էր։ 12 թվականին մայիսին ընտրվել ենք, սեպտեմբերին ինքը արդեն մեր խմբակցության հետ կապ չուներ։ Որևէ բառ, որևէ թթու խոսք, որևէ վեճ, որևէ քննարկում չի եղել։ Ինքը անմիջապես մտավ ուրիշ ծրագրերի տակ, ամբողջապես ուրիշ, եւ գնաց երբեք կրկնում եմ որևէ բացատրություն, բառ, քննադատություն, կոնֆլիկտի աղբյուր, ինչ որ անհամաձայնություն չի եղել։ Իրան պետք էր մեր ցուցակով մտնել խորհրդարան եւ հետո գնաց, հետո արդեն գիտեք, քանի տեղափոխել ինքը ելքում էր, Միշիկի հետ էր, հետո ուրիշի հետ էր, հետո վինեգրետ հավաքեց տարբեր քաղաքական ուժերից, հիմա էլ դուք ասեկում հետ է, այդ մարդու համար թռնել գցելը նոր հարմար իրավիճակների գնալը օրինաչափ է, այսպես անուններ ասեմ, հա, ինքը թռելա դավաճանելա Բաբկեն Արարչյանին, որը շատ մեծատիրություն արել իրան, հոր նման տիրություն արել, երբ որ ինքը դեռ նոր ժուրնալիստ Վանո Սիրադեղյանին, ես միշտ ասել եմ, Նիկոլին կարող 1000 բաններ եմ, բայց Վանոյին դավաճանելը, Վանոյին Հայաստան չբերել, անգամ դիակը Հայաստան չբերելը 2 ամիս, ես չգիտեմ, բառեր չեմ գտնում, Տեր-Պետրոսյանին, կոնգրեսին, բոլորին, ինքը ում է տեղելա, նրանցից թռելա, բոլորին գցելա, բոլորին, այդ իրա խաս փեշակն է։ Եվ ինքը թռնելու է եւ Արևմուտքից, թռելա եւ Ռուսաստանից։ Ինքը միայն թե իր իշխանությունը պահի, այդ մարդու ընտանիքի հետ է այդպես, երեխեքին է այդպես լինելու։ Ինքը կկվի խասյաթ ունի։ Երբեք նույն տեղում չի լինելու։ Ինքը հին տեղին դավաճանելու է, թռնելու է նոր տեղեր։ Ամենայն դեպս այստեղ Նիկոլ Փաշինյանը ձեզ պատասխանելու հնարավորություն չունի։ Ինչ պետք է չի պատասխան, իմ ասածը ոչ թե կարծիք են, այլ փաստեր են։ Պարոն Մանուկյան, տեսեք, օգտվելով առիթից իհարկե նաև ձեր ներկայացրած քաղաքական ուժի մասին պետք է մեկ հարցով անդրադառնանք։ Հայ ազգային կոնգրեսը առաջիկա ընտրություններին արդեն որոշում կայացրել է ինչ ձևաչափով մասնակցում է թե չի մասնակցում եւ ընդհանրապես ձևաչափը ո՞րն է լինելու որոշումը կայացված է թե ոչ մենք համագումար ենք անցկացրել մոտ մի ամիս առաջ եւ ունենք որոշում մասնակցելու ընտրություններին մեզ համար նախընտրելի է դաշինք եւ լայն կոնսոլիդացիոն ձևով գնալ ընտրությունների որովհետեւ Քաջ գիտակցում ենք, որ կա այն խնդիրը, որ ես ասեցի պետականության կորուստ։ Եվ առաջիկայում էլ, եթե դեռ փորձում ենք տարբեր ֆորմատներով աշխատել, եթե ստացվի ինչ-որ կոնսոլիդացիա համախմբում, կրկնում եմ աշխատում ենք այդ ուղղությամբ, ապա դա լինելու է ոչ թե նպատակը պարլամենտ մտնելը, այլ Հայաստանի պետականության պահպանելը։ Ինչպես կձևավորվի, ինչ կլինի, կարևոր բովանդակություն է։ Հայ ազգային կոնգրեսի համար որպես ՀՇ-ի իրավահաջորդ եւ անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ չկա ավելի բարձր արժեք, քան պետականության պահպանությունը եւ չի լինելու ավելի բարձր արժեք առաջիկա ընտրություններում, քան պետականության պահպանությունը։ Հիմա ում հետ կգնանք, ով կգա, չգիտեմ, բայց մենք որոշել ենք գնալ բոլոր դեպքերում։ Մեր ասելիքը այդ մտահոգությամբ, որ ես եմ ձեզ արտահայտում կամ իմ բոլոր ելույթները ուղղված են դրան Շատերն են ասում, նույն ձևի ասում, բայց ոչ մեկին չեմ ուզում նեղացնել։ Այն վտանգի զգացողություն, մտահոգություն, որ մենք ունենք, ես ունեմ, իմ ընկերներն ունեն, ոչ մեկը չունի։ Դա մոտավորապես նման է քո երեխու պաշտպանության։ Դու երեխուն ոչ միայն գիտակցաբար ես պաշտպանել բնազդով, բնության օրենքներով, անբացատրելի բառապաշարով ու զգացում։ Անկախություն մեզ համար այդպիսի արժեք է։ Ով կկանգնի մեր կողքին, այս արժեքը պահպանելու մեր գլխին տեղ ունի։ Սա է լինելու առաջիկա ընտրություններում մեր մոտեցումը։ Պետության պահպանություն, պետականության պաշտպանություն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ակնդրին իհարկե հիշեցնեմ, որ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Առայժմ